Լավ վախի մտնոլորտ է տածում, բացարվածա գումար որց է մեկը մեկնուտա, սա վախի մտնոլորտա վախենալով, որ իրանք ձայն չունեն, ուզում ժողովրդին վախացնեն, ժամանակալ, որ իրենք չաշխատեն, քարոշություն չանեն։ Դուք բացառում եք, որ ընտրակաշարք եք բաժանում։ Մենք են ով պետք է բաժ, ես մի հատ հասկանում եմ ինչ հեքիաթներ ա։ Ով ատենց բան, տեսած լինի, որ մենք ընտրակաշարք բացառված ա, չկա այդպիսի բան։ Դա շանտաժ ա, Սարկոզի, ինչ որ մարդը ասում ա դու քանի մարդ կարած բերես, ոնց ա քո վստահությունը, ասում ա կփորձեմ տեսնեմ, բայց գումարի մասին խոսակցը ամոթ ա, դա շանտաժ ա, վախի մթնոլորտ ա, ուրիշ բան չեմ կարող ասել։ Պարզապես նախորդ ընտրություններին պարոն Ծառուկյան, ձեր թիմակիցներից մեկն էլ անցնում ա, Սեդրակ մուլտիգրուպի տնօրենը, հա, անցնում ա։ Կանգնեք թող մի հատ մոտենա։ Կանգնեք։ Դրա համար Ծառուկյանը արդարացել ա, ես։ Արդարացավ Ծառուկյանը։ Բայց ձեր թիմակիցը շարունակում է դատվել։ Եղբայր ջան, ես նորից եմ ասում, այսօր բոլորը դատվում են, բոլորին վախացնում են, պարկասնել, խփել, խլել, ժողովրդի մոտ ատելություն, սարքել, այսօր ժողովուրդը այս վիճակով չի կարա ոչ բան, պետք է հաշտություն, համերաշխություն, այսօր կա 70-80 կուսակցություն, բոլորս հայ ենք, մի ազգ ենք, բոլորին հետաքրքրում ա, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, զարգացում, բարեկեցիկ, բարգավաճ կյանք, նույնը դա չես ուզում դու, անկախ նրանից ով կլինի հիմնական կառավարության ղեկավար, ճիշտ է թե ոչ, քո ուզածը որ խաղաղություն լինի, զարգացում լինի, անվտանգ լինի, բարեկեցիկ կյանքով, ճիշտ է թե ոչ։ Դրա համար դուք որ խաղաղություն չի ուզում, ես հարցնում եմ ձեր թիմակիցը նախկին ընտրություններից։ Դուք գնացեք իրեն հարցեք, ես քեզ ասեցի, իմ անունը գրած է եղել, որը ինձ արդարացել են, որ ես ոչ մի կապ չեմ ունեցել։ Կարող է ձեր թիմակից առանց ձեր իմացության բացառված է, չկա չի բան։ Բա հիմա այս բայց թող հասնեն հո։ Բայց թող կաննո։ Ես իրանք են գալիս։ Հրա չենք ես։ Պարոն Ծառուկյան, բանավեճին չմասնակցելով այսօրվա արդյոք ցույց չեք տալիս կամ այն կարծիքները չեք վերահաստատում, որ խուսափում եք Նիկոլ Փաշինյանի հետ դեմարդեմ հանդիպումից։ Այսինքն ինչ ես եմ խուսափում։ Դե գնացեք ինչ կասեք դիմաց։ Բայց կարող է չեմ ասում, հիմա այսքան մարդ ստե հավաքվել են, որ լիարժեք ասենք թե ինձ են սպասում իրենց ղեկավարին։ Ես առանց ինձ կլներ այս բանը։ Ոչ դա մեկ ամիս առաջ ենք մենք որոշած եղել, որ այսօր մենք պետք է կազմակերպում մեծ հանրավան։ Չեք կարծում, որ ձեր քվեները կնվազեն լիդերների բանավեճին ձեր չտեսնելով։ Մեր քվեները երբեք չեն նվազի, այլ լիարժեք մեր քվեները կան։ Ժողովուրդը սպասում է, գիտեմ, որ Ծառուկյանը իր խոսքի տերն է, ինչ որ ասել է, դա իրականություն է դարձելու։ Այսօր ժողովրդի խնդիրը, պրոբլեմը, ուզող հարցերը ասել եմ եւ ասեմ, որ իմացեք, հնարավորության դեպքում որտեղ անմիջապես դա լուծելու ենք, այսքան բան։ Պարոն Ծառուկյան, ընտրություններից հետո կմնաք Հայաստանում, եթե իշխանության չգաք։ Երբեք Հայաստանը երկիրն է, ոչ մի քայլ ետ չեն գնալու։ Իրենք թող մտածեն, իրենք որտեղ են տեղավորվելու։ Էլ իրանք տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խաբել են, հողերն են ազնել, ժողովրդին դերեսարկել են տուգանքի մատներով։ Ուրիշ բան չունեմ։ Պարզապես որ ասվել է, որ դուք պետք է անազատության մեջ հայտնեք, հնարավոր է երկրից հեռանալ։ Բացառված է, ես իմ երկու մնալ եմ, հեռացողները թող հեռանան։ Պարոն Ծառուկյան, պարզապես ես չեմ խոչընդոտում ձեր քայլը։ Ես չեմ ասում դու խոչընդոտ, բայց սահմանափակ եք, Դեմ եք խոսքի ազատությանը։ Ոչ, ես ասել եմ միակ մարդն է,
գործակացած հարավակի ժամանակ եղել են մարդիկ ՔՊ-ից, ասել են քույրիկ ջան, եղբայր ջան, չեմ ասել բռնեք, տարեք, հեռացեք։ Աստեմ ասա, քննադատես, տեղին քննադատես, եթե տեղինա կընդունեմ, եթե ոչ կպատասխանեմ, ինչի մարդը ումից պետք է խուսափի, ինչի համար։ Նարեկ ջան, թող թիմի ողջունի էլի Որ առածից համար, Նարեկ ջան, ասա։ Դե դեպքում ինչի հարցերին չեք պատասխանում։ Որ արդին չեմ պատասխանում։ Դուք արդեն ունեք տեսնականը, թե ինչպես պետք է Չինաստանին եւ Ամերիկային համոզեք, որ Հայաստանի երաշխավորություն ապահովեն։ Եղբայր ջան, համոզելու ոչ մի խնդիր չկա, եղբայր ջան։ Ես ասում եմ, ամեն ինչն էլ կա, ծրագիրն էլ կա, պայմանավորությունն էլ կա, թիմն էլ կա, պետք է միայն ճիշտ մոտեցում ու կարողանանք կազմակերպել ապահովել մեր ժողովրդին։ Պարզապես իրանք կոնֆլիկտի մեջ են հիմա, ինչպես եք դուք իրանց Հայաստանի Մի օրում կկարգավորեմ, մի օր։ Եվ վերջում Նարեկ ջան, լավ է։ վարչապետի թեկնածուի հետ կապված Եկա ժամանակը կասենք, բան չի մնացել։ Կասեմ ապա, շնորհակալություն։ Ama ne? Peki ben yere bunu koyuyorum.